նկարանքը վերացնելու միջնորդությունը մերժելու ինչ կարող եք ասել, ինչ կարող է թույլ տալ այսօր։ Դե ինչ կարող է թույլ տալ, մենք վստահ ենք, որ ոչ մի բան էլ չի թույլ տա, եւ եթե թույլ տալու լիներ, միջև հիմա ունի այդ հնարավորություն թույլ տալու, այդվում դատանի դալիճում կարող է հանգիստ, օրինակ ինչ են ասում, որ նոր հանցանք կատարի, ենթադրաբար նույն խոսքերը ասի, որը որ դիտարկեն հանցանք, ինչ նախանգարում որ դատանի դալիճում այդ նույն բանը ասի, այսքան մարդկանց ներկայացան լրատվամիջոցների։ Եթե չի անում, ուրեմն միտք չունի անելու եւ չի էլ անելու։ Դատանը գտավ, որ նման որոշում պետք է կայացնի, ամեն դեպքում դատանի որոշումն է, այս բանին այլ բան չկա այդ առումով անելու, քան շարունակին դատականություն։ Պարոն Սարգսյան, ինչու չեն ուզում ազատ արձակեն, որպեսզի խափանման միջոցը վերացնեն ձեր գնահատականը։ Կարող եմ ասել են ինչ որ դատանը ասել, դատանը գտնում է, որ կարող է նոր հանցանք։ Ձեր գնահատականը ինչ ռիսկեր են տեսնում։ Դժվար է արդեն պատկերացնել, թե ինչ ռիսկեր են տեսնում, որովհետև նորից եմ ասում, եթե տրամաբանական բացատրությունը նա է, որ նոր հանցանք կատարի, այսինքն մենք գործ ունենք Միքայել Սրբազանի հետ, որին ասում են, որ քո խոսքի համար են մեծ հաշվով քեզ մեղադրանք ներկայացել։ Հիմա այդ խոսքը որևէ կերպ չեն կարող բերանը փակել։ Այս բանին ունի այդ հնարավորությունները, այդ որևէ խոսք ասելու։ Այսինքն կարևոր չի, դա ենթադրաբար հանցանք կլինի, չի լինի, ինքը չի ուզում, դա չի ասում։ Հիմա դե կլինի պատարագի ժամանակ, թե դատանի դալիճում մեծ հաշվով ունի այդ հնարավորությունը, հետևաբար դժվարանում եմ պատասխանել այդ հարցը, որովհետև ինչ որ ուզենա անելու, ինքը կանի, ոչ մի արգելք չունի։ Պատարագի կարող է, չէ՞ մասնակցել ճիշտ։ Կարող է մասնակցել, բայց ոչ անցկացնել։ Սա յուրօրինակ, այսպես ասած, պատիժ չէ Սրբազանի նկատմամբ, որ չի կարող պատարագ մատուցել, իր խոսքը հնչեցնել։ Իր համար դա միանշանակ ամենաուժեղ պատիժներից մեկն է, հա, որտեղ երբ որ ինքը գտնում էր քրեակատարողական հիմնարկում, հենց առաջին հերթին հենց հոգևոր ծառայության խնդիրն էր, որ ամիշտակած բարձրացնում էր նախ պատարակների մասնակցելու հարցը, ուստի մենք միջնորդեցինք, որպեսզի քահանա գա քրեակատարողական հիմնարկ եւ այնտեղ ինքը պատարակ ոնց որ մասնակցի պատարակի, հիմա էլ նույն բանն է, այսինքն իր ամբողջ կյանքը նվիրված է հոգևոր ծառայությանը եւ զրկել հոգևոր ծառայությունից դա բավականին լուրջ խնդիր է իր համար եւ ավելի մեծ պատիժ է, քան ազատազրկման մեջ գտնվելը։